Տուրիստներն են, էլի, հավաքվել են։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մեր խորհրդանշական նախավերջին ակցիան, որովհետև Քարոզարշավի նախավերջին օրն է, կառավարության շենքի առջև է, ինչու, որովհետև նոր սահմանադրությամբ, այսինքն 15 թվականի գործող սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը վարչապետն է եւ որպես վարչապետի, որպես ոստիկանապետի մի քանի հարց ունենք։ Ուրեմն արդեն քանի օր է ընդդիմադիր տարբեր գործիչների, տարբեր ակտիվիստների ծեծում, հարձակվում, հղի կնոջ քաշքշում, տարբեր վայրագություններ են տեղի ունենում տարբեր մարզերում, տարբեր տարածքներում, ծեծված մարդիկ, բան։ Ես ուզում եմ հիշեցնել հետեւյալը, որ 2018 թվականի հեղափոխության շարժման ժամանակ ազգային ժողովի ամբիոնից Սերժ Սարգսյանի աչքերին նայելով ես ասեցի, որ եթե մեկի քթից արուն եկավ, դու ես պատասխան տալու, եւ այն ինչ որ այն ժամանակ վերաբերվում էր Սերժ Սարգսյանին, եւ լավ բրծանք, ոչ խաղաղ անցավ ամեն ինչ, բնականաբար պարլամենտում մեր այդ արած գործը նաեւ դեր խաղաց, եւ ուզում եմ ասել, որ այսօր այն ինչ որ կատարվում է, մարդկանց ծեծել, բռնության ենթարկել, բան, այս ամեն ինչը նրա մասին է, որ ամեն ինչը, ում որ խփում են, ում որ բրբրթում են, քաշքշում են, ինչ որ խանգարում են ակցիա անել, բան, այդ ամեն ինչի պատասխանատուն մի մարդ է, մի մարդ, քանի որ սահմանադրությունը չի փոխվել։ Այս այդ նույն սահմանադրությունն է, որ երբ որ մեկի քթից արուն էր գալիս Սերժ Սարգսյանն էր դրա մեղավորը, այսօր Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու այս բռնությունների համար։ Ուրեմն մի քանի բան ասեմ։ Հետո որ այդ բռնությունները կիրառել է, իմ համար էական տարբերություն չկա մեր համար, որ քաղաքական ուժի նկատմամբ է սա եղել, բոլորը պետք է հիմա կալանավորված լինեն։ Դատարաններում հիմա կալանքի նրանց սանկցիայի գործը պետք է լսվելուց լիներ, բայց մենք գիտենք որ այդպես չի, եւ նաեւ պատժի անխուսափելիությունը պետք է անպայման տեղացնի, որովհետեւ այս ընտրովի արդարադատությունը, որ եթե իրանց նկատմամբ կամ, չգիտեմ, իրանց նկատմամբ բանը չի եղել, որ ասեմ, դա անպայման արագ արձագանք կա։ Բայց երբ որ որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, ամիսներով քննում են, շուտ կամերաներ են մանգալին քնեն տենան, հələ ով է դեմքը ճշտեն, ֆոտոռոբոտ են սարքում, բան, մինչև այդ գործը փագեն, քննացնեն, ծածկադմփոց անեն։ Խստիվ դատապարտում ենք եւ պահանջում ենք այս վայրագությունների գլխավոր պատասխանատու Նիկոլ Փաշինյանին հավաքի այս ամեն ինչը իր տեղը։ Կարպիսը բան ունի ասել։ Մի բան ճիշտ է ուղղակի մենք ես փորձեցի քննչական կոմիտեից բարձր դեռ պատասխանեցին, որ հասկանանք ի վերջո մարդիկ շատ արագ վարույթ նախաձեռնեցին օպերատիվ է լավ է, բայց մարդիկ կան, չկան, ինչ է կարծում, կարող է բարձի որ վերջում այդ ծեծվողներն են մեղավոր տանեն նստեցնեն իրենց։ Բացարձակ չեմ բացառում, որովհետև տեսել եմ մի քանի ԿՊԱ-կանի ուղիղ եթերներ։ Հա, ու տեսել եմ ուղիղ եթերներ, որ իրանք բացարձակապես տեսեք իրանց բանն է, էլի, ստրատեգիան է, ամեն ինչ թարս ներկայացնելու, չէ՞, ասենք ցանկացած բան թարս ներկայացնում։ Իրանց աշխարհը ծուռա։ Հա, աշխարհը ծուռա իրանց համար։ Մարդուն իրանք ծեծում են, վերջում այդ մարդն է դատվում բան։ Ոչ մի բան չեն բացառում։ Դրա համար ենք այսօր այստեղ։ Նայեք, ոչ մի բան չենք բացառում։ Դա մենք այսօր այստեղ ուզում ենք նաև մեր ժողովրդին հիշեցնել, որ այն ինչ որ չի կարելի Սերժ Սարգսյանին, չէ՞, դա չի կարելի նաև Նիկոլին։ Եվ այս նույն սահմանադրությամբ ասում եմ, ոստիկանության պետը ուղիղ ենթարկվում է իրան, հետաբար ինքը ոստիկանապետն է։ Դեռ ռեֆորմ չեն արել իրանք, ու ինքը ոստիկանապետն է։ Ցանկացած կարելի է զերծին չի կարելի եղել։ Դուք կարող մեկնաբանեք դա դերձ։ Դուք ասացիք